Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շնորհակալ ենք հարցազրույցի համար, այստեղ են 5-րդ ալիք հայկական երկրորդ հեռուստաընկերությունների, Երևան Today-ի, News-am-ի եւ Ժողովուրդ օրաթերթի իմ գործընկերները, առաջին հարցը գործընկերներից թույլտվությամբ տամ ես։ Պարոն նախագահ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեքշաբթի տվել է ձեզ անձեռնմխելիությունից զրկելու եւ ձեր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն։ 22 տարի առաջվա 2004-ին առնչվող ինչ-որ գործարքի պատմություն են մեջ բերել, փորձում են կապել ձեզ հետ, չնայած ձեր փաստաբանները պնդում են, որ այդ գործարքը որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ ոչ ձեզ հետ, ոչ ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկի, որովհետև հավանությունը տվել այն ժամանակվա կառավարությունը եւ չի վիճարկվել։ Այդ գործով արդեն հարցաքննվել եք եւ ձեր նախնական գնահատականը գործին։ Գործը ուղղակի աբսուրդային է եւ կապված է երևի իմ Հայաստանից 3 օրում մեկնելու հետ, ուղղակի շատ արագ, ասենց 2 օրում գործ են ստեղծել, որտեղ 3 օր առաջ լրատվամիջոցների հարցման ին վրա որևէ քրեական գործ չկար, հետո 1 օր անց պարզվեց, որ այդպիսի գործ արդեն կա, այդ գործով այո հրավիրվել եմ հակակոռուպցիոն կոմիտե, ծանոթացել եմ, աբսուրդ է ուղղակի, նույնիսկ չգիտեմ թե ինչ ասեմ։ Դուք ավելի գործեայության հետ կապված ինչ-որ Գործեայության մասին ինչ-որ բան կուզենաք ասել։ Նայեք, ամբողջ այդ մեղադրանքի մեջ միայն իմ գործողությունը, որը ուղղակի նկարագրված է, դա այն հանգամանքն է, որ ես որպես նախագահ 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը։ Վերջ։ Ուրիշ որևէ գործունեություն, որևէ կապ իմ հետ այս ամբողջ պատմությունը չունի։ Ուղղակի ստե խնդիրը հետևյալը մեջ է, այն ժամանակվա սահմանադրությամբ 95 թվականի ընդունված սահմանադրությամբ նախագահ վավերացնում էր կառավարության որոշումները։ Դա պարտականություն էր նախագահի եւ ոչ թե հաստատում, ես այստեղ հատուկ ուզում եմ նշել, որովհետեւ քննիչի հետ խոսալուց ինքը փորձեց կիրառել այդ բառը, դուք հաստատել եք որոշում։ Նախագահ չի հաստատում կառավարության որոշումները։ Նախագահության այն կարգավորումներով սահմանադրական պահանջեր վավերացնում է։ Սա նշանակում է մեկ բան. դու կապ չունես բովանդակության հետ։ Դու վավերացնում ես, որ դա իսկապես կառավարության որոշում է եւ վավերացնում ես, որ դա հրապարակվի։ Սա ինձ հասկացաք տարբերությունը եւ բոլոր կառավարության որոշումները 95 թվականից մինչեւ 2007 թվականները վավերացվում էին նախագահների կողմից, այդպեսին է սահմանադրական պահանջը։ Նշված գործի էության մեջ ինչքան դեր ունի այն, որ ձեր որդին հետագայում արդեն երբ դուք որևէ պաշտոն չէիք զբաղեցնում, ինչ որ մասնեբաժ է թե ձեռք բերել, թե որը կապ ունի այդ գործարքի հետ, ինչ որ կերպ առնչվել է դրան։ Գործի էության մեջ կա դրա մասին որևէ Ընդհանրապես ոչինչ բան չկա, որևէ կապ չկա։ 2009 թվականին այդ գործարքը կատարվեց այդ ընկերության հետ։ Ես նույնիսկ չեմ ուզում անկեղծ ասած sense մտնել մանրամասնությունների մեջ, որովհետև ոչի չեմ տիրապետում։ Չեմ տիրապետում, չեմ էլ հասկանում, թե ինչ կապ ունի իմ վավերացումը այդ կառավարության որոշման, ինչ կապ ունի հետագա այդ զարգացումների հետ։ Որևէ կապ քրեական գործում ուղղակի չկա։ Եվ մի բան էլ ես ստեղ անպայման ավելացնեմ, չվավերացնելու տարբերակ սահմանադրությունը չի նախատեսում։ Չկա որևէ ընթացակարգ, որը նկարագրում է, թե ինչ է կատարվում կառավարության որոշման հետ, եթե դա չի վավերացվում։ Չկա ուղղակի այդպիսի որևէ օրենքով կամ սահմանադրությամբ արձանագրություն։ Գիտեք ինչին է նման, երբ օրինակ օրենք է ընդունում ազգային ժողովը, հետո նախագահ ստորագրում է այդ օրենքը հրապարակվում է։ Շատ նման է այդ գործընթացը, շատ նման է կառավարության որոշումների հետ։ Կառավարությունը այն կարգավորումներով ուղղակի սահմանադրության մեջ գրած էր, բաղկացած է կառավարությունը վարչապետի եւ նախարարների, բաղկացած է կառավարությունը եւ այսպես ասենք նախագահը կառավարության նիստերին, կառավարության որոշումներին ձայն չուներ։ Հենց սա էր տարանջատում նախագահի ինստիտուտը գործադիր իշխանությունից։
նախագահը գործադիր իշխանության ղեկավարը չէր։ Եվ այդ որոշումները պատրաստվում էր կառավարության շրջանակներում, ընդունում էր կառավարության կողմից եւ կրկնեմ, ընդամենը վավերացվում էր նախագահի կողմից։ Եվ վավերացնելը չի նշանակում դու համաձայն ես, համաձայն չես, բովանդակության ընդհանրապես կարող ես ուղղակի դա կա կապ չունի, դու չես էլ մտնում այդ բովանդակության մեջ։ Եվ ավելին ասեմ, շատ հստակ գրած էր, որ պետական գույքի կառավարումը դա կառավարության պարտականությունն էր, ոչ թե նախագահի։ Եվ սա որպես միայն փաստ հազարավոր որոշումներ է, ասենց ասեմ, 95 թվականից մինչև 2007 թվականը Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ես որպես նախագահ վավերացրել ենք բոլոր կառավարության որոշումները, բոլոր անխտիր։ Չես կարող չվավերացնել, կրկնեմ, որովհետեւ չկա չվավերացման, այսպես ասենք, ինստիտուտ։ Եվ սա բերել կապել այս ամեն ինչի հետ։ Իրականում դա այն ժամանակվա կառավարության երբեմն ամենից լավ որոշումն էր, որովհետեւ այդ որոշման շնորհիվ փրկվեց տենիսի զարգացման հանգամանքը ընդհանրապես։ Հակառակ դեպքում այդ տարածքում երևի մի 4-5-20 արկանի շենք կկառուցեին մինչև այսօր, հատկապես այս իշխանությունը։ Պարոն նախագահ, դատախազի միջնորդությունը հաջորդեց այն հանփաստին, եւ որ արգելվեց ձեր ելքը Հայաստանի Հանրապետությունից, իշխանական լրատվամիջոցները տարածում էին, որ կանխել են Ռոբերտ Քոչարյանի փախուստը Հայաստանի Հանրապետությունից։ Նախ ինչպես եք արձագանքում այս փաստին, եւ երկրորդը ԱԱԾ-ից արտահոսք այդ կադրերի, որ արագ տարածվեց, երեք էլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ մարմինները, եթե ունեն իրավասություն այդ նյութերի հետ, կարող են հանգիստ հրապարակել եւ խնդիր չկա։ Արդյոք խնդիր չկա, երբ ԱԱԾ-ն մտնում է անձնական տարածք եւ նաեւ նման տեսանյութեր է հրապարակում։ Ձեր կարծիքով խնդիր կա թե չկա։ Իհարկե կա։ Իհարկե կա։ Ինձ համար ուղղակի մարդ, ով ասում է, որ խնդիր չկա, ԱԱԾ-ի աշխատողինքն է որոշում ինչ արտահոսք տալ, ինչ չտալ, այդ մարդը ամենից շատը պետք է աշխատի կառավարության պահակ, այլ ոչ թե կառավարության ղեկավար։ Որտեղ սա ուղղակի արտարոց դեպք է։ Ինչ վերաբերում է իմ մեկնելուն, ես պետք է թռնեի 14-ին եւ հետ վերադարձս ամիս 17-ին էր, 3 օր։ Նախորդ հայտարարել ենք իմ թռնելու մասին եւ հատուկ հայտարարել ենք մտածելով, որ երևի այսպեսի մի սադրանք կփորձեն անել։ Հիմա սա է, ամեն մի քաղաքացի պետք է նաեւ մտածի, որ ինչ աստիճանի է իր ազնական կյանքը պաշտպանված Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն մի քաղաքացի։ Սա շարունակությունն է երևի այս ընտրական գործընթացի ժամանակ գաղտնալսումների համատարած եւ այդ ամենը երևի մի քիչ ավելի հետ գնալով Հովիկ Աղազարյանի, այսպես ասենք, հեռախոսի բովանդակության հրապարակումից։ Սա, եթե ասենց փորձենք խորանալ նաեւ պատմական դեպքերի մեջ, շատ նման է, մենք այն ճանապարհն ենք բռնել, որը ժամանակին Սադամ Հուսեյն, Բեն Ալի Թունիսում, Սադամ Հուսեյնը Իրաքում, ասենց նույն ճանապարհը բռնած կառավարությունն է։ Գործելավոճը սա է։ Իսկ հայտարարությունները, որ Ռոբերտ Քոչարյանն ուզում էր փախնել Հայաստանի Հանրապետությունից եւ բռնեցինք, կանխեցինք։ Ես ամեն տարի առնվազն մի 7-8 անգամ բացակայել եմ Հայաստանի Հանրապետությունից եւ ոնց որ տեսնում ենք դեռ այստեղ եմ։ Բացի դրան հետաքրքիր է, որ 18 թվականից բազմաթիվ դատարանների որոշումներ կան կապված իմ sense խափանման միջոցների հետ եւ չկա մեկ որոշում, որը կընդհանրեր, որ կա ռիսկ արդարադատությունից խուսափելու, ուրեմն երկիրը լքելու ռիսկ ոչ մի դատականացիան, նույնիսկ այն ժամանակ այդպիսի որոշում չի կայացրել։ Երևի 7-8 նման կարգի որոշումներ են եղել։ Հիմա սա իհարկե մարդիկ իրենց այսպես հոգեվարքը փորձում են պրոյեկտել այլ մարդկանց վրա։ Իրենք որ թռնող են, փախնող են, թաքնվող են, մտածում են, թե երևի նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները։ Իմ մասին չի։
Պարոն նախագահ, ընտրություններին մասնակցեցիք մի գերնպատակ հետապնդելով, որ պետք է իշխանափոխություն լինի։ Սակայն բոլոր հարցումներով Հայաստան դաշինքը խորհրդարան չէր անցնում եւ առաջատար ընդդիմադիր ուժեր կազմում նորաստեղծ ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը։ Ինչու չմիավորվեցիք նրա հետ ուժեղ Հայաստանի շուրջ, միասնական ճակատ չստեղծեցիք եւ այնուհետեւ չմասնակցեցիք միասնական ճակատով չմասնակցեցիք համապետական ընտրություններին, դուք քաղաքական դաշտում ավելի փորձառու եք, ավելի հեռատես եք, որն էր պատճառը, որ Սամվել Կարապետյանի շուրջ միասնական ճակատ չձևավորեցիք եւ նաեւ հետընտրական փուլում Սամվել Կարապետյանը խոսեց այդ բացթողման, ընդդիմության բացթողման մասին։ Նայեք, դուք ասացիք, որ բոլոր հարցումներով մենք շեմը չենք հաղթարում։ Ասենց բոլոր հարցումներով բոլոր իրական հարցումներով մենք շեմը հաղթարում ենք։ Մենք առաջի հարցումը արել ենք փետրվար ամսին, ես հիշեցնեմ նաև իմ մամուլի ասուլիսի ժամանակ, ես հայտարարել եմ, որ մենք մեր մասնակցության ֆորմատը որոշելու ենք սոցիոլոգիայի արդյունքում։ Դրանից հետո մենք արել ենք ամեն ամիս հարցումներ, բոլոր հարցումներով մենք հաղթարում ենք նաև որպես դաշինք այդ 8%-անոց շեմը եւ նաև ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ դա այդպես է։ Եվ այն ժամանակ ճիշտ եք ասում, տարբեր հարցումներ են հրապարակվում, որ շեմը չեն անցնում նույնիսկ 3%, չգիտեմ 4% հայտնի ուժերի կողմից։ Եվ իշխանական, եւ նախկին իշխանական, իշխանամերձ եւ այլն։ Սա առաջինը։ Երկրորդը, եթե մենք հստակ անցնում ենք շեմը, մենք դա հստակ գիտենք, մենք ունենք մեր ընտրազանգվածը, հակառակը այդ ընտրազանգվածի մոբիլիզացիայի տեսանկյունից մեր մասնակցությունը կարևոր էր։ Եթե մենք փոշիացնենք այդ ձայները, դա մեկ ուրիշ հարց է։ Ձեր հարցի պատասխանը ուղղակի սա է։ Պարոն նախագահ, մենք ականատես եղանք ընտրախախտումների մեծ պաշարի այս ընտրություններում, թե նախորդիվ ընտրություններից առաջ եւ թե ընտրություններից հետո մասնավորապես ԿԸՀ-ի գործողությունները, որոնք թե ժողովուրդը, թե ընդդիմադիր դաշտը բոլորը որակում են որպես Նիկոլ Փաշինյանի կամքի կատարում, այսպես ասած, եթե ձեր նախագահության օրոք լինեին նման ընտրություններ, ինչպես կարձագանքեր ԵՄ-ն, կամ եթե Եվրամիության որևէ անդամ երկրում այսպիսի ընտրություններ լինեին, այսպիսի խախտումներ լինեին, ընդդիմադիր ուժի ձայները, տեղամասերը անվավեր ճանաչեին, վերաքվեարկություն չդնեին պարզապես մեկ ընդդիմադիր ուժի դուրս թողնելու համար։ Ինչպես կարձագանքեր ԵՄ-ն ըստ ձեզ։ Ես չեմ կասկածում, թե ուղղակի այնպեսի մի աղմուկ կբարձրացնեին որակումների առումով, որակումների տեսանկյունից ուղղակի ասենց անսահման բան կներ։ Պրոբլեմային կորակեին ընտրությունների արդյունքները։ Բայց մի հատ հասկանանք իսկապես ինչ է կատարվել։ Ամենից արտառոցը կենտրոնական ընտրական հանձնարարողի որոշումներ, որով ԲՀԿ-ն ուղղակի դուրս մնաց։ Եվ քիչ էր այդ հանգամանքը, հաջորդ օրը հանձնաժողովի նախագահ հարցազրույց է տալիս եւ փորձում է հիմնավորել, թե ինչու է ինքը դա արել։ Եվ իր հիմնավորմամբ պատճառը հետեւյալն է. վերաքվեարկությունը սա լավ բան չի։ Օրենքը ենթադրում է վերաքվեարկություն, հանձնաժողովի նախագահը, որը պետք է օրենքի կատարողը լիներ, ինքը բացատրում է, թե ինչի համար ինքը չի կատարել այդ օրենքը։ Որտեղ ինքը համարում է, որ վերաքվեարկությունը, կոպիտ ասած, լավ բան չի։ Սենց տակտիկական բան, ինչ որ տակտիկական վերաքվեարկություն եւ փորձում է հիմնավորել։ Քո գործը օրենքի կատարելն է, այլ ոչ թե օրենքի մեկնաբանությունը եւ սենց յուրահատուկ մեկնաբանությամբ օրենքի խախտումը։ Ինքը ուղղակի կատարել է հանցանք, բոլոր հանձնաժողովի անդամները այդ հանցանքը կատարել են, բայց ժամանակը որ գա իրենք ցուցմունք են տալու իր վրա, իր ճնշումների վրա։ Դա խոստովանություն է հանցագործության մասին։ Եվ դատախազությունը դրանով պետք է զբաղվի, եթե դա լիներ իսկապես դատախազություն։ Հիմա ըստ էության սա է, բայց մի քիչ ավելի խորանանք եւ փորձենք մեկ հարցի պատասխանել։ Կա որևէ լծակ, որը իշխանությունը կարող է օգտագործել ընտրությունների կեղծելու համար, որը չի օգտագործվել։ Չկա որևէ մեկ լծակ, որը գործադիր իշխանությունը կարող է օգտագործել ու չի օգտագործվել։ Ուղղակի պատկերը խայտառակ է։
Ես չէի պատկերացնում, որ այս աստիճանի բռնաճնշումներ, այս աստիճանի ազդեցությունը բյուջետային համակարգի վրա, այս քանակի կալանավորումներ, քրեական գործեր, ես կրկնեմ միտքը մեկ անգամ ասել եմ, բոլոր ընտրությունների ժամանակ չի եղել նույնիսկ դրա կեսը։ Չի եղել նույնիսկ դրա կեսը։ Իսկ Եվրամիության արձագանքի մասով Նայեք, մենք հիմա ապրում ենք մի աշխարհում, որտեղ կրկնակի ստանդարտները դարալ են նոր։ Մի 15-20 տարի առաջ ասենց մի քիչ վիճակը ուրիշ էր։ Աշխարհակաղակական, այսպես հակասությունները սև ու սպիտակի չէր, ասենց որոշակի երանգներ եւս կային եւ դրա համար ասենց մի քիչ այլ կերպ էին մարդիկ վարվում։ Նաեւ եվրոչինովնիկները, այսպես ասենք, այլ երկրների առաջնորդները։ Հիմա սև ու սպիտակ է վերածվել եւ ավելի շատ դիտվում է հետեւյալ անկյան տակ։ Այս մարդը, կոպիտ ասած, մեր մարդն է, թե մեր մարդը չի, ասենց ժողովրդական լեզվով ասեմ։ Եթե արդեն համարում եք մեր մարդն է, ինչ ասում ենք անում, տերը մենք ենք, ծառան ինքն է, ուրեմն ինչ ուզում ես արա։ Իրական պատկերը այսօր սա է։ Եվ սա մեծ պատասխանատվություն է նաև այդ երկրների համար եւ եվրո բյուրոկրատիայի համար, որտեղ իրենք ուղղակի աճեցնում են հերթական բռնապետ։ Իդեպ որի փորձ ունեն։ Տարբեր